24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Խոսենք Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ում ունեցած ելույթից, դուք մասնավորապես ինչ կառանձնացնեք, նա խոսեց Թրամփի ճանապարհի մասին, ասաց, որ այն կոչվում է Թրամփի ուղի եւ ընդունելի չէ իր համար, որ Ադրբեջանի նախագահը Զանգեզուրի միջանցք է այն անվանում, նկատենք, որ դրանից առաջ Ալիևն էր ՄԱԿ-ի ամբիոնում ելույթ ունեցել եւ հենց Զանգեզուրի միջանցք է անվանում այդ ճանապարհը։ Փաշինյանն ասաց, որ դա այդպես նյարդայնացնում է հայ հասարակությանը եւ բացի այդ տարածքային պահանջ է որպես ընկալվում։ Ինչու է Ալիևը շարունակում նույնիսկ բարձր ամբիոնում անվանել այն Զանգեզուրի միջանցք եւ այլ տրամաբանություն դնել այդ ճանապարհին, կարծում եք։ Ալիևը իհարկե ինչպես եւ միշտ փորձում է փոկել մաքսիմումը, ասենք դնել մի դրվածք, որը հաշվի չառնի, ասենք Հայաստանի շահերը ընդհանրապես, հայտարարի, որ մենք որևէ հայ չպետք է տեսնենք այդտեղից անցնելիս, այդ բացարձական հասկանալի հայտարարություն է, եւ անընդհատ շեշտ դնելով այն բանի վրա, որ ըստ էության այդ միջանցք ասածը դա թուրքական երկու պետությունների յուրօրինակ միասնության եւ Թուրքիայի գոյություն ունեցող հզորության փոխանցումն է միջինասիական հանրապետությունների դաշտը, այսինքն ինքը կարևորում է իր տեղը, Ադրբեջանի տեղը որպես կամուրջ այդ մեծ թուրան կոչված օպերացիայի, ինքը ունի մեկ այլ, այսպես կոչված խոշոր ծրագիր եւս համեմատաբար հյուսիսում, համեմատաբար դեռևս ոչ այդքան կայացած, որքան ասենք միջինասիական խնդիրները Ադրբեջանի վրայով ընթացող թուրքական ուժի փոխանցում, ինչպես նշեցինք, նա կոչվում է Խազարիա, որի հարցում եւս ինքը մի քանի անգամ ելույթ է ունեցել, այսինքն երբեմնի խազարական խաքանատի տարածքները, որի մեջ մտնում է արևելյան Ուկրաինան, որի մեջ մտնում է Մերսևծովյան տարածքները, այդ ամենը միասին վերցրած հանդիսանում է իրենց հավակնությունների դաշտը, ինչից ելնելով, ասենք, նրա հարաբերությունները սկսեցին խորը կերպով խախտվել Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև ըստ էության դա, ինչպես ասում են, քար էր նետված Ռուսաստանի տարածք եւ ըստ էության չէր կարող լինել այդտեղ ուրիշ մոտեցում, քան ուղղակի հետադարձումը այդ ամենին ռեակցիա տալը բավականին կոշտ նաեւ կարելի ասել ռեակցիա, չնայած այդտեղ էական դեր խաղաց նաեւ այն հանգամանքը, որ Ալիևի հայրենակիցները, այսպես ասած, Ռուսաստանում գոյություն ունեցող ադրբեջանական սփյուռքը իր մասնակցությունը ունեցավ այսպես կոչված Սարդոստային օպերացիային, որտեղ հարվածի տակ դրվեց Ռուսաստանի ստրատեգիական ավիացիան ամենախոցելի ցավոտ կողմերից մեկն է, որովհետև ինքը թաքնվելու որևէ տեղ չունի։ Այսինքն, երբ որ խոսքը վերաբերում է այն ռմբակոծիչներին, որոնք այդ հսկա հզոր ռմբակոծիչներն են, որոնք ատոմային միջուկային մարտագլխիկներով զենքեր են կրում եւ իրենցով որոշում են ըստ էության աշխարհում տեղը տվյալ երկրի, նրանք չեն կարող որևէ տեղ թաքցվել։ Այսինքն նրանք չպետք է մտածելն ինչ որ բունկերներ, ինչ որտեղ, ինչը օգտագործվեց եւ դա շատ ցավոտ էր Ռուսաստանի համար եւ քանի որ այդտեղ եւս ադրբեջանական հետ կար, Ռուսաստանի հետ հարաբերությունները լուրջ խաթարվեցին, առայժմ դեռևս շարունակվում է այդ վիճակը եւ ես գտնում եմ, որ մենք մտածելու շատ բան ունենք, իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ այդ այսպես կոչված Թրամփի ճանապարհը հիմա բարձրացվում հասցվում է պաշտիվոր մակարդակներին, ես բացարձակ համարում եմ դա այս պահին ժամանակավրեպ, առաջին հերթին, որովհետեւ փաստաթուղթ ճանաչված գոյություն չունի։ Բացի այն, որ ասենք ստորագրվել է, այն էլ չի ստորագրվել, այսպես կոչված նախաստորագրվել է։ Դե նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, բայց Թրամփի ուղու հետ կապված պայմանագիր է ստորագրվել։ Չէ, ոնց է պայմանագիրն է։ Թուղթ է ստորագրվել մեկ էջանոց, այնտեղ նշված է իրավազորության Հայաստանի պետք է լինի տարածքային ամբողջական։ Բայց դա այսպես կոչված արձանագրություն է, այսպես կոչված, չէ, արձանագրություն է նպատակների մասին, բայց նա կոնկրետ փաստաթուղթ չի
Իսկ որ ինչ օրը պետք է սկսվի, ես ինչ բաներ պետք է արվեն, այս կազմակերպիչները պետք է գան, բացի դրանից ես համարում եմ, որ դա գոյությունի շատ լուրջ վտանգ, որովհետև դա ինչպես ասում են, պարզ չի, էլի Ամերիկայի համար ինչքան ժամանակ դա կարող է լինել ինչ-որ չափով թանկարժեք մի բան, որովհետև եթե այնտեղ պետք է լինեն ամերիկյան ստրուկտուրաներ, այդ ամերիկյան ստրուկտուրաների անվան տակ կարող են լինել ով ասեք։ Երբ որ ինքը կորցրեց իր հետաքրքրությունը այդ ամենի հանդեպ, այդտեղ կարող է եւ ուրիշ միջազգային աշխարհաքաղաքական խաղերում միշտ կարող է լինել այդպիսի մեծ անցումներ, որոնք նաեւ երկրի պաշտպանվածության աստիճանը կդնեն հարցականի տակ, ինչը ես համարում եմ, որ մենք մտածելու շատ բան ունենք եւ եթե անգամ պետք է դա տեղի ունենա, պետք է տեղի ունենա երևի թե հաջորդ ընտրություններից հետո, երբ որ կայուն իշխանություն, որը եկել է իշխանության կամ հաստատել է իր իշխանություն լինելը, կարող է նախորդող իշխանությունը եւս լինել, այդ ժամանակ արդեն այդպիսի քայլերի գնա, որոնք իրենց մեջ կարող են պարունակել նաեւ շատ լուրջ վտանգ։ Դե ասում են, որ $145 միլիոն տրամադրվելու է, որպեսզի այդ ենթակառուցվածքները կառուցվի, Փաշինյանը այն համարում է ընդհանրապես իշխանությունը հյուսիս-հարավ ճանապարհի։ Եկամուտը, որ համարում ենք, որ կարող է լինել նաև հյուսիս-հարավը, այսինքն Պարսկաստան, Իրան արդեն հասել է չինական երկաթուղին, ու գիտեք, չինական երկաթուղին դա ինչ է նշանակում, դա նշանակում է արագ ապրանքների տեղափոխում երկաթուղով, եւ որ դրան միանում է նաև Հնդկաստանը եւ այդ ճանապարհը գնալու է հյուսիս-հարավ Հայաստանով։ Հիմա փորձենք համեմատել այդ $150 միլիոն, որ դուք ասում եք, եւ մեկ էլ համեմատենք դրա եկամուտի հետ, էլի։ Այսինքն դա նույնն է, թե համեմատենք թեյի գտալը շերեփների հետ, այնը շերեփի չէ։ Շերեփների, որովհետեւ Հնդկաստանը հսկայական իմպերիա է տնտեսական այսօր, ել չեմ ասում Չինաստանը, էլի, որ համար 1 տնտեսական իմպերիան է իր արդյունաբերական հզորությամբ, իր know-how-ով, այսօր 6G-ով եւ այլն եւ այլն։ Բայց հիմա հյուսիս-հարավը չի խոչընդոտվում։ Փաշինյանն իրականության ներկայացում է այնպես, որ զուգահեռ այդ գործընթացները լինում են։ Այդ ոնց է որ չի խոչընդոտվում։ Հա, եթե մենք խոսում ենք Նյու Վասյուկից, հնարավոր է որ բանով այդ օթով անցնեն, բան ինչ որ եզերանավերով տեղափոխվեն, այդպես չի, էլի, երբ որ մենք խոսում ենք, այդտեղ շահերի բախման խնդիր է։ Եվ մենք եթե խոսում ենք մեկ շահից, բերեք խոսենք նաև մյուս շահից։ Եթե կա այդ մի շահը, մի հատ էլ parzենք այն մյուս շահի ծավալները, որը ես համարում եմ, որ այդ մեկի համեմատ աստղաբաշխական է։ Կոնկրետ, եթե խոսում ենք տնտեսական շահից։ Եթե խոսում ենք ստրատեգիայից, դա կարող ենք խոսալ, թե ինչ առումով ռազմավարությունը ինչքանով կտուժի, մեր ռազմավարությունը, այսպես կոչված երկրի պաշտպանունակությունը կտուժի արդյոք։ Ես համարում եմ, որ կտուժի իհարկե, որովհետև հարավում գտնվող Իրանի համար դա ծայրահեղ երևույթ կարող է լինել, քանի որ դա նրա հյուսիս գնացող միակ սահմանն է, մյուս սահմանները գտնվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի ներգործության եւ տիրապետության տակ, այս առումով մեր հարևան Իրանը շատ լուրջ անհանգստություն ունի, ես մեղմ եմ դա ասում դեռևս, մեղմ։ Անհանգստություն ունի, բայց կարծես թե փարատվեցին այդ անհանգստությունները։ Գիտեք, այդ փարատվելը, երբ որ խոսում ենք միջազգային դիվանագիտական լեզվից, երևի ամենայուրօրինակ լեզուն Իրանի լեզուն է, որտեղ ասենք շատ դժվար է ընկալելը ինչ աստիճանի է այդ ներքին լարվածությունը երկրում, ինչ աստիճանի է իրենց հասարակական գիտակցության մեջ այդ լարվածությունը, այդ ամեն ինչը, ինչպես ասում են դիվանագետները, մարտական թմբուկների ձայները եւ թնդանոթի անգամ աղմուկը պետք է վերածեն թռչնի դայլայլի։ Այդպիսի բաներ կան, բայց ես նորից եմ կրկնում, երեխաներ չկան, էլի այդ միջազգային հարաբերությունների դաշտում բոլորը հասկանում են, թե ում ինչպիսի հարված է հասցվում այս կամ այն հնարավոր անցումների դեպքում։ Հիմա ասում եք հնարավոր է գա ինչ-որ բան, որ ԱՄՆ-ի համար այդքան էլ թանկարժեք մի բան չլինի այդ ճանապարհը։ Այսինքն հետաքրքրությունը կորցնում է ճանապարհը։ Այսինքն հիմա գործ ունեք Թրամփի հետ։ Մենք բոլորս գիտենք, որ Թրամփը մի օր մի բան է ասում, երկրորդ օրը երկրորդ բան է ասում, երրորդ օրը երրորդ բան է ասում, մեկ հիասթափվում է մի բանից, մեկ հիասթափվում է երկրորդ բանից, այսինքն մենք չենք խոսում մի բանից, որը ասենք հանկարծ մեր ախտաբոր երևակայության մեջ առաջացավ։
Չէ, մի այդ մարդը մեկ ասում է, որ Ռուսաստանին հաղթել հնարավոր չի, մեկ ասում է, որ Ռուսաստանը, ասենք, բանա թղթից վագրա ոչը կարելի է վառել, էլի, այսպես ասած, մեկ ասում է, որ Ուկրաինան պետք է հարմարվի այն սահմանի հետ, որը առաջացել է, ասենք, պատերազմական գործողությունների արդյունքում, հաջորդը ասում է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին, մտնել Ռուսաստանի տարածքները գրավել։ Դե հիմա համանման, ասենք, տատանողականության պայմաններում օրինակ ինչ կարող է լինել, եթե դիրքորոշումը փոխի կամ Թրամփը չլինի։ Ինչ լինի։ Եթե Թրամփը չվերընտրվի, գնա հեռանա կամ դիրքորոշում փոխի, ինչ է փոխվելու։ Ես գոհացած կլինեմ, որ այդ պրոյեկտին անդրադառնանք 3 տարի հետո, երբ որ Թրամփը, ասենք, հաջորդ ընտրություններին կգնա, այդ ժամանակ անդրադառնանք, տեսնենք, ասենք, թե ով է անցնում են, չեն անցնում, այդ անցնողը որքանով է կայուն, էլի, որտեղ Թրամփի հետ կապված, ասենք, երբ որ մենք այդ հարցը դնում ենք, մենք պետք է հիշենք, որ ամերիկյան իրավիճակը եւս չի նպաստում այն բանին, որ նա կայուն ինչ-որ այդ քաղաքականության տատանողականությունը առաջին հերթին պայմանավորված է ներքին ամերիկյան քաղաքական դաշտի հարաբերություններով։ Դες մենք Ամերիկայի հետ ենք, մենք պայմանագիր կնքել, հետո ինչ որ Թրամփի ուղի է կոչվելու։ Հետո Ամերիկայի հետ ենք կնքել։ Հիմա Եվրոպան էլ կնքել է էլի Ամերիկայի հետ։ Հիմա Թրամփը դուրս է բերում ամեն ինչ Եվրոպայից։ Ասել է, որ կգա կառնեք, կվերջանա, կգնա։ Այդ ինչ եղավ, այդ պայմանագրերը ՆԱՏՕ-ի բոլորը մեռան գնացին։ Հիմա այդ երկրները լաց են լում, ինչի են լաց լում, որովհետև իրենք չունեն տիեզերական խմբավորում։ Այսինքն այն արբանյակները, որոնք անհրաժեշտ են վերահսկելու համար իրավիճակը, պատերազմի դեպքում հետախուզական տվյալներ ունենալու, առանց որոնց պատերազմը արդի ժամանակակից հնարավոր չի վարել, խիստ վախացնում է եվրոպական երկրներին, բայց ինչ դրանից հետևում է, որ Ամերիկայի հետ կապված նրանց պայմանագրերը որպես այդպեսին կոշտ պահպանվում են, թե Թրամփը հայտարարում է, որ չէ, դե մենք գնում ենք, դուք էլ կառնեք այդ զենքերը, ինչքանով որ մենք կտանք, այդքանով կվերցնեք, մենք էլ եվրոպացիներն էլ գիտեն, որ դրանք արտադրված զենքեր չեն, այսինքն այդ այնպես չի, որ դրված են տաղավարներում գնում վերցնում եք, բերում եք, էլի, դրանք դեռ պետք է արտադրվեն էլ, բայց այդ նշանակություն չունի ըստ էության, էլի։ Հիմա դուք ինչ խնդիրներ եք տեսնում, եթե իսկապես ինչ որ փոփոխություն լինի, այդքան հետաքրքիր չդառնա ԱՄՆ-ի համար այդ ճանապարհը, այսինքն այդ ժամանակ կարծում եք Ադրբեջանը լիարժեք արտոնություններ կունենա։ Չէ, այդ ժամանակ հնարավոր է լիարժեք արտոնություններ տրվեն ներսում գոյություն ունեցող այդ ստրուկտուրաների, որոնք ինչ որ բաներ են անում ներսում, այդ ստրուկտուրաները կարող են միևնույն անվան տակ, բայց այդ կազմակերպությունները, որոնք շահագործող կազմակերպությունները դառնան, ասենք, բաղկացած թուրքերից, ադրբեջանցիներից եւ այլն, եւ ես համարում եմ, որ դրանից զատ մենք ունենք խնդիր նաեւ, թե ինչպիսին կլինի, ասենք, տեղական ինքնակառավարման մեր մարմինների եւ գոյություն ունեցող այդ մուտք գործող 1001 տնտեսական շահերի հարաբերությունը, որովհետև մենք համանման գործի գնալու ժամանակ պարտադիր կարգով պետք է իրականացրած լինեինք հակակոռուպցիոն մեծ ծրագիր, որպեսզի վստահ լինեինք, որ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության շրջանակում մենք մեր երկիրը չենք հանձնելու։ Ինչը շատ լուրջ վտանգ է իրենից էլի ներկայացնում։ Եվ եթե մենք հիմա չենք խոսելու այդ ամեն ինչից, այլ ուղղակի համարելու ենք, որ իդեալական ինչ-որ տարբերակում ամեն ինչ իր տեղը կընկնի, հա, ինչպես ասում են։ Այսինքն նաև Սյունիքը կորցնելու վտանգ եք տեսնում։ Ես դա մի անգամ չի բարձրաձայնել եմ, ես չեմ թաքցնում, որ այո, երկրները, որոնց մասին մենք խոսում ենք, որ նրանք չգիտես ինչի անգաշ դարձել են մեր բարեկամները, ողջ իրենց պատմության ընթացքում հայացյացությամբ շնչել են ողջ իրենց քաղաքական ուժագծերը, վեկտորները ուղղել են ընդդեմ Հայաստանի եւ հայության, ես չեմ այդ բառը պատահական չեմ ասում հայության, որովհետեւ մենք գիտենք, որ տերորիստական ակտեր են տեղի ունեցել Եվրոպայում, Թուրքիայում սպանվել են, էլի լավ հիշում ենք, էլի, որ այդ ամենը թուրքական հասարակայնության կողմից ընդունվել է որպես բրավոյով, ծափահարություններով, հա, որ ասենք հայ սպանեցին, իսկ սպանողը կեղծ փաստաթղթերով 18 տարեկան էր, բայց քանի որ դատարանը որոշում է կայացրել, որ 18 տարեկանին չի կարելի խորը պատժել, այսինքն ծանր պատիժ տալ, ուրեմն պետքա որ մնա այն
որոշումը, որը որ մնում է, հրան դինքի մասն է խոսքը, էլի, ինչը բոլորս գիտենք եւ տեսել ենք, հա, Թուրքիայում եղել է նաեւ ինչ որ բողոքի ակտ, բայց այդ բողոքի ակտի դիմաց եղել է մի քանի անգամ ավելի զորեղ ակտեր, սարսափեցնող հայտարարություններով բոլոր նրանց դեմ, ովքեր հանկարծ կսպասարկեն այդ բողոքի գիծը։ Հիմա ինչ ա եղել էլի, որ մենք հանկարծակի համարում ենք, որ ինչպես ասած, կախարդական փայտիկի մի շարժումով ամեն ինչ փոխվել է, ամեն ինչ դարձել է բարեկամական, ամեն ինչ դարձել է հարազատական։ Հիշեցնեմ, որ այդպիսի բան եղել է նաև դարաշրջին, երբ որ Թուրքիայում հաղթել են երիտ թուրքերը, էլի, եւ հայկական կուսակցությունները եղբայրացել են թուրքերի հետ։ Միևնույն ոչ միայն հանրահավաքներին, այլև շքերթներին են մասնակցել, այդ ամենը ավարտվել է մեծ եղեռնով։ Հիմա ձեզ կհակադարձենք, ասեն, հիմա ինչ եք առաջարկում, ինչ թշնամանք մնա, ի վերջո պետք է հաղթարենք այս թշնամանքը, թե ոչ։ Գիտեք ինչ կա, այդ թշնամանքը հաղթահարվում է շատ երկար ժամանակում, դա լատենտ process-ն է։ Օրինակը կարող եմ բերել, էլի, ասենք համանման թշնամանք կար Ալժիրի եւ Ֆրանսիայի միջեւ։ Հիմա Ֆրանսիայի եւ Ալժիրի միջեւ այդ հակադրությունները վերացել են, իհարկե ոչ։ Նրանք վերացած չեն, հա, հայտարարում են պարբերաբար, որ այդ էջը շրջված է, բայց ամեն անգամ մենք ականատես ենք լինում, որ այդ նույն Ալժիրից եկածները հրոճարակ են դարձնում, ասենք Փարիզի արվարձանները եւ այլն եւ այլն, էլի այդ պատկերացնել, որ այտենց հնարավոր է մի շարժմամբ ընդհանրապես բարեկամանալ ինչով, այսինքն մենք հայ դատը որպես այդպեսին, եթե դնում ենք մի կողմի, մենք հրաժարվում ենք Սփյուռքից, դա կբերի Սփյուռքում շատ ծանր հետևանքների, չենք հասկանում այդ կանը։ Այսինքն այդ մարդիկ եղեռնից մազապուրծների սերունդներ են։ Եվ հիմա, երբ որ մենք հայտարարում ենք, որ մենք բարեկամացել ենք, իսկ հակառակ կողմը ինչ է դրսևորում դրա դիմաց, որ մենք համոզվենք, որ բարեկամացել ենք, ոչինչ, փաստացի, դե մենք միշտ կարող ենք ասել, որ մենք ուզում ենք բարեկամանալ, բայց հալվա ասելուց բերանը քաղցրանալու է, թե չէ։ Բայց ամեն դեպքում այս օրակարգը ինչու են հենց իրենք առաջ բերել խաղաղության օրակարգը, ձեզ համար ընկալելի է։ Եվ հիմա այս նախաստորագրումը տեղի ունեցավ։ Գիտեք, այդ բավականին բարդ հարց եք տալիս այն տեսակետից, որ ճիշտ կլինի այդ հարցը ուղղել մի հատ բարձաբանում ստանալ իշխանություններից, թե որն է այստեղ ռազմավարությունը, որտեվ ու այլ հարց է, որ մենք վեր ենք կերում եւ ինչ մտածում ենք, ասում ենք, բայց մենք պետք է հասկանանք ռազմավարությունը։ Ռազմավարություն ասածը իր մեջ կրում է բազմաթիվ կոմպոնենտներ, դա նախ առաջին հերթին քաղաքական վեկտորն է, որը սպասարկում է Հայաստանը, երկրորդ հերթին տնտեսականն է, որը պետք է այստեղ դրվի կշեռքի նժարներին, որ մեկն է Հայաստանի համար առավել, այնտեղ բարեկամական երկրներ են, այստեղ պետք է բարեկամանանք նոր երբեմնի թշնամիների հետ։ Հիմա եթե դրա մեջ տարբերություն չկա, եւ մենք ինչ-որ ձգտում ենք, ի՞նչն ենք ձգտում ենք, ինչ է շրջափակման մեջ ենք։ Չէ։ Մեր մոտ փակված է Թուրքիայի, ասենք, սահմանը, փակված է Ադրբեջանի սահմանը, բայց Վրաստանը եւ Պարսկաստանը, այսինքն Իրանը, դա որևէ կերպ չի կարելի ասել, էլի, որ մենք գտնվում ենք շրջափակման մեջ։ Ես գտնում եմ, որ այն պատկերացումը, որ մենք պատերազմական պարտություն ենք կրել եւս, չի կարելի սպասարկել այս տարբերակով, այսինքն մենք ուզում ենք օտարված լինել հապկից եւ որևէ տեղ չենք մտել, էլի։ Մեր նման երկրները նույնիսկ կրկնեմ, էլի, մենք դիեզերական խմբավորում չունենք, չէ՞, էլի ոնց որ եվրոպացիները չունեն, էլի, եվրոպացիներն էլ չունեն, մենք էլ չունենք։ Եթե դիեզերական խմբավորում չունենք, մենք պետք է որևէ մեկի դիեզերական խմբավորման միջոցով ստանանք բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ են, եթե մենք մուտք ենք գործում տա ոչ աստված պատերազմական գործողությունների շրջան։ Ներկայիս աշխարհում որևէ փաստաթուղթ, որևէ դեր չի խաղում, որովհետև բոլորիս աչքի առաջ, ասենք, Իսրայելը պատրաստ է բոլորին հասցնել հարվածներ, ռմբակոծել, ոչնչացնել, գլխատող հարվածներ հասցնել երկրների ամբողջ, ինչպիսին Իրանն է, ասենք, Քաթարին, Դոխայում խփել այն մարդկանցում, որ ուզում էր խփել, այդտեղից դուրս էին եկած 11 մարդ սպանեց, որպես այդպեսին, որևէ խնդիր չկա էլի, որ ասենք, թե հա, այս միջազգային փաստաթղթերը, այս ստորագրված փաստաթղթերը, դրանք խաղալու են այնպիսի դեր, որ մենք ընդհանրապես բացարձակ ապահովության մեջ ենք ապրելու եւ երաշխիքները
պողպատեն, չգիտեմ, սադափեն, հազար ու մի բան են, երաշխիքները ոչ մի բան են այսօր։ Ինչ երաշխիքներ։ Ասում են, հա, վայ, չգիտեինք։ Միջազգային հարաբերություններում մենք հիշում ենք միջազգային հարաբերություններում այտենց բան, որ ասեն, որ վայ, չգիտեինք։ Բայց ասվում է, չէ՞, այսօր, որ բայց ո՞նց ախր ձեր դաշնակիցն է, Բայց դեպքում ինչ պետք է անել։ Այդ դեպքում պետք է հասկանանք, թե կարելի է գնալ այդպիսի քայլերի թույլ տալ, որ մտնեն, հնարավորություններ տալ, վերջին հաշվով չպատկերացնելով, որ մեծ թուրանի մեջ երկու կողմից էլ հայտարարված է, որ ժանգոտ սեպի նման խրված է Հայաստանը։ Դա նոր հայտարարություն չի, նոր չասեցին էլի այդ բանը։ Ալիևն էլ կրկնեց, թուրքական կողմն էլ կրկնեցին, որ հա այդ հարցը պետքա լուծվի եւ այլն եւ այլն։ Մոռացած, որ հələ մի հատ Նախճեվանի հարցներում հատ նայենք էլ, եթե տենց է։ Եթե դուք այդ բերում եք, որ հա, սենց է, այդ թուրանն է, մեծ թուրան, այդպես թուրանը անգլիացիների սարքածն է։ Այդ ըստ գյուղական մտածողներ չկան, էլի, որ պատկերացնեն, որ հենց Թուրքիան է անում այդ ամեն ինչը։ Չէ, այդ անգլիացիների սարքածն է, մի վեցի վերահսկողության ներքո է ընթանում այդ ամեն ինչ կարելի է սպասել դրանից։ Այն որ այդ մարդիկ հաշվի չեն առնելու որևէ պայմանավորվածություն, դրանում կասկած չկա։ Դուք ով եք որ դի հաշվի առնենք, իրանց մեջ այդպեսին է փիլիսոփայությունը եւ մտածողությունը։ Անգլիացիները դեռևս իրանց համարում են, չգիտես ինչի, որտեղ այսօր ամենածանր տնտեսական վիճակում գտնվող երկրներից մեկն է Եվրոպայում, բայց իրանց համարում են իմպերիա։ Հա, այս անգամ էլ իր հետ, ասենք Իսրայելին դատապարտեցին Կանադան, որը էլի անգլիական կրեատուրա է դիտվում, այսինքն անգլիական ազդեցության երկիր է դիտվում, Ավստրալիան, որը էլի այդ ամենը ցույց է տալիս, որ հա Անգլիայի ինչ որ հզորություն դեռևս կա, բայց այդ հզորությունը բարբերաբար ուղղվում է մեր դեմ, որովհետև մեծ թուրան ծրագիրը նա համարում է, որ Անգլիայի շահերի գլխավոր սպասարկու ծրագիրն է այսօրվա աշխարհում, որ եթե Անգլիան պետքա ոտքի կանգնի, որ եթե չմոռանանք էլի, որ դա կենսական շահեր է շոշափում, եւ իրանց պահում են նաեւ խիստ ազատ ադրբեջանական դաշտում, օրինակը բերեմ, BP-ին, British Petroleum կոչված այդ կազմակերպությունը ոչ միայն լոգիստիկան էր ապահովում ադրբեջանական նավթի, այլևս անգամ որոշեց մի հատ էլ խոտորնակ դնել, հարված հասցնել Ադրբեջանին, դե այնտեղ պետքա գնացող հում նավթը վերամշակվի, դառնա բենզին, Իտալիայում եւ եթե չեմ սխալվում, Ռումինիայում երկու տեղն էլ ուղարկեց, որ քլորային միացություններ կան, որոնք շարքից հանելու են ձեր այսպես կոչված բենզինի արտադրության գլխավոր ֆիլտրները, արտակարգ թանկարժեք մի բան, եւ անսպասելի էլի որ BP-ին հանգարց տվեց, այնտեղ էլ բռնեցին Ալիևի դեմ փաստորեն գործողություններ իրականացվեցին, որ այդ ուղարկված նավթը դարձավ հեչ, տուգանքներ եւ այլն, հա ցույց տվեց, որ միշտ կարող ենք ցավացնել։ Այսինքն ինչ որ բան եղել է տատանում, իրանք ցավացրեցին անհապաղ։ Հիմա ինչ ա եղել, որ այդ այստեղ չկա ինքը չի երևալու, բայց ինքն է վարողը։ Եթե ինքն է վարողը, կոնկրետ անձով եւ այսօրվա մի վեցի գլուխ հանդիսացող Ռիչարդ Մուրով, ինչն ենք մենք այտենց համոզված, բացարձակ համարում անվերապահ տրված երաշխիքներ, ոնց։ Ինչից ելնելով մի հատ հասկանանք էլի։ Եթե ոչ միտեղ այդպիսի երաշխիք այսօր չի աշխատում։ Բայց ասում ամեն դեպքում պետք է չէ պայմանագիր կնքվի, պետք է հարաբերությունները կարգավորվի, եթե այդ տրամաբանության գնանք, ուրեմն պետք է ոչ մի հարաբերություն չկարգավորել, մտածելով որ կարող է խախտել։ Երբ որ աշխարհի ներկայիս երգը կանգ կառնի, այդ ժամանակ էլ կարելի է այդպիսի բաներից մտածել։ Բայց քանի դեռ ներկայիս ոչ թե շուտ է, դա իր մեջ ունի վտանգ, որ չի կարելի անտեսել։ Վտանգներ շատ կներեք էլի։ Մի վտանգ, որը մենք նշեցինք։ Հավելյալ պահանջները, որոնք ներկայացնում են իրենք, կարծում եք, նաև այդ նկատի ունեք։ Գիտեք ինչ կա, այդ հավելյալ պահանջները, որպես այդպեսին խոսում են մի բանի մասին, որ իրանց այս պահին ձեռք չի տալիս։ Ամենայն հավանականությամբ իրանք ժամանակային ինչ որ ձգման են փորձում տանել։ Դե կտանեն, մենք այդտեղ չեն կարող ոչ մի բան անել, իրանք կձգեն, ուրեմն կձգեն։ Բայց այն պայմանները, որոնք իրանք թելադրականը պետք է լինեն, մենք էլ պետք է ստորագրենք,
մենք 1600 անգամ կարող ենք մտածենք եւ չհասկանանք, թե ինչպիսի կոմբինացիայի մեջ ենք ներքաշվում։ Դրա համար դա շատ պատասխանատու խնդիր է եւ ես համարում եմ, որ միայն հաջորդ իշխանությունը Հայաստանի կարող է այդ հարցը ամենայն պատասխանատվությամբ դիտարկել եւ փորձել իրականացնել։ Եթե դա, ասենք, այդ հրապարակային քննարկման կենթարկվի եւ հանրաքվեով կանցնի։ Նույնիսկ այս հարցը կարծում եք հանրաքվե պետք է դրվի։ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հարցն եք ասում։ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հարցից բացի նաեւ այդ այսպես կոչված Թրամփի ճանապարհը եւս, եթե պետք է նա գործի հենց այդ տրամաբանության շրջանակում, ինչը որ իսկապես մեր մեջ առաջացնում է որոշակի վախեր եւ տատանումներ, նա պետք է եւս դրվի հանրաքվեի, որ պարզ պատկերացնենք, թե ընդհանրապես հայ ժողովուրդը պատասխանատվությունը իր վրա վերցնում է, թե չէ դրա, որովհետեւ մոռացել ենք էլի ամեն անգամ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա անփոփոխ հոդված է, եթե չեմ սխալվում, էլի անփոփոխ երկրորդ հոդվածն է, էլի դա կամայական երկրում ժողովրդին է պատկանում իշխանությունը։ Դա իրականությունն է, էլի։ Եթե ժողովուրդը դուրս չի եկել եւ հեղափոխություն չի արել, նշանակում է, որ համաձայն է այս ամեն ինչի հետ։ Մենք հիմա նախաստորագրեցինք եւ ոչ մի այդպես լարվածություն չենք տեսնում փողոցում, ասում են դա նշանակում է, որ համաձայն են։ Հիմա այսպես կարելի է մտածել։ Չէ, իհարկե ոչ։ Իհարկե ոչ, որովհետեւ դա պետք է սկսվի լայն քննարկումից քաղաքական դաշտում եւ միայն այն ժամանակի, որ այդ լայն քննարկումը Դե լայն քննարկումը կա, չկա։ Այդպիսի լայն քննարկում չկա, որովհետեւ մենք փաստարկները չենք դնում, թվերը չենք դնում, տվյալները չենք դնում կողքի, որպեսզի, ինչպես ասում են, քովի բերելու, թե որտեղից ինչ կա, ինչպիսի վտանգներ կարող են լինել, այդ ինչպես ասում են, խնդիրը ինքը իմ կարծիքով շատ հում է եւ այդպիսի հնդածս կազմակերպվող անցումը ինքը ես չեմ կարծում, որ լավագույնն է Հայաստանի համար եւ նորից եմ կրկնում, որ հայ ժողովուրդը եթե փողոց դուրս չի գալիս, դրանից չի հետեւում, որ նա խիստ սիրում է թուրքերին էլ, ադրբեջանցիներին էլ։ Այդպես բան չկա։ Դե չեն սիրում, բայց ուզում են, որ վերջապես խաղաղություն հաստատվի, ասում են։ Ախպեր ինչի պատերազմում ենք, որ խաղաղություն հաստատվի։ Չենք պատերազմում։ Ինչ խաղաղություն հաստատվի, նա խաղաղությունն է, էլի։ Հայել այդ խաղաղությունը ընդհատվել է ինչ որ կրակոցներ, բայց այդ կրակոցները հայել լինում են, էլի, այդ ոչինչ չի փոխվելու այդ առումով։ Կարծում եք, բայց ի վերջո կստորագրեն այդ պայմանագիրը ադրբեջանցիները։ Նախ ես չէի ուզում որ ստորագրեն։ Այդ ասեմ, երկրորդը որովհետև չեմ վստահում ոչ Ալիևին, ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային, ոչ Էրդողանին, եթե որևէ մեկը վստահում է, այդ մարդը ուրեմն բանը, այսպես ասած, սեփական ուղեղի հետ խնդիրներ ունի, էլի, որովհետև Էրդողանին նստացրեցին սեղանին Ասադի հետ եւ ասին, որ Ասադի վրա չես հարձակվի, չէ՞, նա խոստում տվեց, 3 օր հետո հարձակվեց։ Դրանից հետո Ռուսաստանը հասկացավ, էլի, որ Թուրքիայի հետ կամայական խոսակցություն, դա օթում խոսակցությունն է, որևէ հաստատուն բան թուրքական քաղաքականության մեջ չի լինելու։ Այդ մարդը այդպեսի մարդ է, հիմա դուք իրանից ինչ եք ուզում, էլի։ Հիմա գնաց ՄԱԿ-ի ամբիոնից 1000 ու մի բան ասեց Իսրայելին։ Հիմա ասում են Իսրայելին էլ նավթ չես ծախի, ձեն չի հանում։ Այդ նավթը ծախում է, Իսրայելը այդ նավթը դարձնում է, այսպես ասած, դիզելային վառելիք, որը լցնում է տանկերի մեջ, կոտորում է այդ ժողովրդին, ասենք, որի համար ինքը գնաց է այնտեղ խոսում է։ Զենք չես ծախելու էլ։ Ինքը ինչի պարտվեց բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որովհետև այդ ամենը լցված է թուրքական թերթերը, որ զենքել ենք ծախում, նավթել ենք ծախում, այդ բիզնեսը չի կանգնել, իր բարեկամներն են նաև նստած այդ բիզնեսի վրա եւ այլն եւ այլն։ Հիմա այդ մարդուն հավատալը ո՞րն է։ Մենք հասկանանք, էլի, այսինքն կարելի է հավատալ ով ունի ճշմարտախոս իր խոսքի տեր մարդ լինելու բարի համբավ։ Եթե այդ բարի համբավը չունի, այդ գնացի աշխարհի ամենասերիկա մարդկանց հետ սկսում ենք խոսալ այն լեզվով, որ հա, այս մարդիկ ընդհանրապես եթե ասեցին, ուրեմն վերջ, դա պողպատից է։ Այախբեր օրինակները ո՞րն են դրա։
Նա ասեք էլի, մենք էլ բերենք այն օրինակները, երբ որ այդ մարդիկ բաց ցինիկաբար խախտել են այդ ամեն ինչը։ Ցինիկաբար։ Այսինքն նրանց տված խոսքը չարժի այն, որ ասում են փուչ ձունել չարժի էլի, մի փուչ ձու չարժի անգամ, որպես այդպեսին։ Այդ խոսքը ոչ մի բան չարժի, այդ մենք ինչա չենք հասկանում այդքան, թե չենք տեսել։ Քանի օրինակ բերենք էլի։ Արդեն աշխարհը էլ տեղ չկա էլի, այսինքն հարցը հասավ այնտեղ, որ այդ մարդուն Պեկինում, Պեկինում չէ, կներեք։ Չինաստանում, հա, այն սկզբից են բանում, այդ այսպես ասած այդ երկրորդ համաշխարհային պատերազմից, հետո Պեկինում տվեցին դե կա չէ, ժուրնալիստները պայմանական ինչ որ իբր թե իշխանանշաններ են տալիս, տվեցին երեսպաշտի իշխանանշանը։ Այսինքն որ աշխարհի համար այդ մարդու ասած խոսքը չի կարող լինել որևէ կերպ վստահելի, մենակ Հայաստանի համար վստահելի է։ Այդ ո՞նց ենք հասկանում դա էլի։ Ուզում եմ հասկանամ այդ մեխանիզմը էլի, որ դա ինչ մեխանիզմով է ձևավորվում են կարծիքը, որ եթե Էրդողանն ասեց, ուրեմն վերջ, ուրեմն կանի, ուրեմն կլինի, երբ որ ոչինչ, այդ ախպեր տարի նստածրել են Չինաստանի ներկայացուցիչն է, Ռուսաստանի ներկայացուցիչը, այսինքն Պուտինն է, այդ բոլորի մոտ սուտը խոսացա եկե երրորդ օրը հարձակվել է, ամեն ինչ արել է, որպեսզի խորտակի այդ պետությունը, եւ հանկարծ մի այդքանից հետո մենք ասում ենք, որ չէ, դե ախպեր, դե ալի դված խոսքն է, էլի, պողպատե խոսք է, ո՞նց։ Հիմա Ալիևը քանի անգամ է երթվել Պուտինին, որ ինքը Պուտինի մարդն է։ Դժվար է ասել քանի անգամ։ Շատ դժվար է ասել։ Խախտել է այդ բոլորը, թե չէ։ Խախտել է, չէ, որ Ռուսաստանից հիմա այսօր դրել են ադրբեջանական սփյուռքի արտաքսման հարց։ Չէր եղել այդպես բան Ռուսաստան։ Հարցը դրված է, որ բերեք սփյուռքը արտաքսենք։ Որովհետև ներսում մենք չենք կարող երկրորդ պաուտինա օպերացիա թույլ տալ։ Հիմա ինչն է պատճառը, որ մենք այտենց խորը հավատացյալ ենք այդ հարցում, էլի։ Որ այն էլ է ճիշտ, ճշմարտախոս են, էսեն, այն պայմանագիրն ասում են չի խախտել, որտեվ ինչ, ընդունելի չի լինի միջազգային որ պայմանագիրը չի խախտել, այդքան խոսել են խաղաղության համար, որը չի խախտված, էլի։ Որը իր ՆԱՏՕ-ի անդամները չի խախտվել հայերի դեմ։ Երբ որ մտան Սիրիա այդ ծայրահեղականները, ՆԱՏՕ-ի երկիր չէ Թուրքիան։ ՆԱՏՕ-ի երկրում ստեղծեց, մցրեց, այդ նշանակումը ուղղակի մասնակցեց, որովհետև ինքը իր հրետանիով, իր ավիացիայով բանով մտավ պատերազմի մեջ։ Ախպերից ինչ ՆԱՏՕ-ի երկիր, ինչ բան, էլի։ Այդ որ հա ՆԱՏՕ-ի երկիր է, նրանք սպաշապիկի մեջ հան, ամերիկան ոչ մի տես բան չկա։ Այսօրվա աշխարհն էլ այդպեսին չի, այսօրվա աշխարհում շատ շատերը, որոնք որոշում կայացնողների թվում են, համարում են, որ պետք է հնարավորինս հրկիզել աշխարհը, որովհետև կանգնացնել Չինաստանի զարգացումը հնարավոր չի լինում, էքսպոնենտալ զարգացում է ընթանում Չինաստանում։ Այդ մենք որ խոսում ենք, հələ մի բան էլ պետք է բացատրենք, չեմ ուզում էլի մեր եթերը ծանրաբեռնենք նաև այդ ամեն ինչով։ Անցում կատարենք մեկ այլ թեմայի, քանի որ նախորդ անգամ մենք խոսում էինք եկեղեցու հետ կապված Փաշինյանի նկարտումներից, ինքը բացատրում է, որ կաթողիկոսի դեմ է իր պայքարը եւ երեք որոշում կայացվեց, որ Միքայել arczepiskopos Աջապահյանը, ոչ թե որոշում կայացվեց, այլ դատախազություն միջնորդություն ներկայացրեց, որ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատավճիռ կայացվի 2 տարի 6 ամսով։ Ձեր դիրքորոշում այս ամեն ինչին, դեռևս հստակ վերջնական որոշում դատավորը չի կայացրել, բայց ամեն դեպքում դուք սա կապում եք եկեղեցու հետ կապված գործընթացներին։ Նախ ավելի խորը ծանոթանալ, ասենք, դատախազի արգումենտներին, փաստարկներին։ Բայց այստեղ գոյություն ունի մակրո նշանակություն ունեցող, մեծ նշանակություն ունեցող խնդիր։ Մենք հարաբերական վիճակում գտնվող երկիր ենք։ Պարզ խոստովանենք այդ բանը։ Այո, ենթարկվել ենք վայրի վերումների, հարաբերական վիճակում ենք այսօր։ Մեր փրկության գլխավոր գործոնը կարող է լինել միայն Միացյալ Հայաստանը։ Այսինքն ոչ փեղեկված, ոչ ճեղքված Հայաստանը։ Եկեղեցու սպասավորի, այն էլ հասարակական համարում ունեցող, ազդեցություն ունեցող սպասավորի դեմ համանման գործողությունները ավելորդ պառակտումներ են առաջացնում։ Պառակտումներ, որոնց ճաքը հնարավոր է ոչինչով չկարողանանք վերջում լցնել, փակել միասնականացման խնդիրը, գերխնդիրը այսօրվա Հայաստանի համար։ Ես չեմ թաքցնում իմ
տեսակետը միշտ արտահայտել եմ, որ այո, Հայաստանի իշխանությունները դրանք ժամանակավոր երևույթ են, որն էլ վերցնեց, ինչ որ ժամանակ հետո վերջանում է այդ իշխանությունը։ Եկեղեցին որպես այդպեսին 1700 տարի գոյություն ունի, եւ այս տեսակետից նա համաշխարհային երևույթ է հայ ժողովրդի համաշխարհային հնարավորությունների մեկտեղման գործոն։ Մեր այսօրվա իրավիճակում այդ գործոնի կարևորությունը խստագույնս բարձրացած է։ Մտնել այդպիսի Հիմա եկեղեցու դեմ է այս ամենը կատարում, թե պարզապես կաթողիկոսի դեմ է գործողությունները, այս դեպքում արդեն Միքայել Սրբազանի հասարակական բարձր ռենոմե ունեցող հոգևորականին, որի մեղքը այնպեսին չի էլի, որ պետք է հիմա ասենց վերցնենք ու հայտարարենք, որ ապրի գնանստի, որովհետև ապա դա ում դեմ է էլի։ Եթե դա մեծ համարում ամենայն դեպս Գյումրի քաղաքի, Լենինականի, Շիրակի դաշտավայրի համար մեծ ազդեցություն ունեցող հոգևոր գործիչ է։ Հայաստանի համար եւս նա ունի ազդեցիկ դեր։ Հիմա եթե դա անում ենք ըստ էության հարված հասցնելով միասնականությանը, հարված հասցնելով հայ ժողովրդի ներքին հարաբերությունների գլխավոր երկու կռվաններին՝ եկեղեցուն եւ նաեւ պետությանը։ Պետությունն էլ է դժում, այսինքն իշխանությունը որպես այդպեսին այս ժամանակի համար հենց ինքն է պետությունը։ Այդ իշխանությունը եւս դժում է։ Այսինքն չմտածենք էլի, որ դա հենց այնպես անցնելու է, գնալու է, մարդիկ մոռանալու են, չէ։ Այդ ամեն ինչը այդպես չի։ Եվ նորից էլի որպես հորդոր ես համարում եմ, որ պետք է վերջ դնել այդ ներքին խլրտումներին, որոնք որևէ նպաստ չեն բերելու հայ ժողովրդի միասնականությունը եւ ինքնավստահությունը, ազգային ինքնությունը, պահպանելու նրա ձգտումը եւ մեծ կամքը։ Դե ասում եմ մենք երբ որ գնանք Էջմիածին եւ հանրահավաք անենք, դա սիրով, հանդուրժողականությամբ, խաղաղությամբ ասելու ենք, որ կաթողիկոսը հեռանա։ Դե լավ, հա, հիմա ալնումավոր սիրով հա օղնել անցենք ասնում վիզ կախում ինչ որ մեկին սիրով են անում, հա, սիրով են սապոնը քսում են, հա, ինչի մասնակցք էլի։ Չէ, ամեն դեպքում ես համարում եմ, որ այդ գործընթացը այնուամենայնիվ պետքա վերանայվի եւ իշխանությունների կողմից համանման տարած քաղաքականությունը անդրադառնալու է 1000 ու մի բանի վրա, այդպես չի։ Այսինքն երբ որ պատկերացնում ենք, որ դա մի հարթություն է, որի մեջ խորություն չկա եւ այդ հարթության մակերևույթի վրա երևալու է այն ինչը կատարում ենք, չէ, նա ունի խորքային երևույթներ իր ներսում, նոր նշեցինք, նա ունի Սփյուռքի այդ հարաբերություններ, միջազգային կառույցը, որպես այդպեսին Հիմա հաշվի չի առնվում այդ ամեն ինչը Փաշինյանի կողմից։ Դե ո՞նց է հաշվի առնվում, եթե հաշվի է առնվում, որ իշխանությունը կարա փոխի կաթողիկոսին, իսկ ով ասում, որ հաջորդ իշխանությունը, որը կարող է ուրիշ իշխանություն, նա էլ չի որոշի այս կաթողիկոսին, որը փոխվել է, դրվել է, մի հատ էլ սրան փոխի։ Դրանից հետո հայոց առաքելական եկեղեցին որպես այդպեսին պահպանվելու է։ Սա մի անգամ չի որ ասել ենք։ Եկեղեցուն ենթարկացնելու փորձ է արվում։ Որևէ կերպ եկեղեցուն պետք չի ենթարկացնել, որովհետև Հայաստանի իշխանությունը համաշխարհային կառույց չի։ Լավ հասկանանք այդ էլի։ Եվ պետք չի օգտագործել եկեղեցու ներսում գոյություն ունեցող մանրի քաղաքացիությունները։ Երբ որ դա օգտագործվում է, դա որևէ կերպ, ասենք, ներկայիս իշխանությանը չի բարձրացնում նրա համարումը ամենայն դեպս։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Զրուցակիցս ազգային ժողովի նախկին պատգամավոր կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։